Ինձ համար ուրախություն է եւ պատիվ է, շնորհակալություն Հովիվ Արսենին հրավերքի համար եւ ես մտքով հետ գնացի 90-ականների վերջ, 2000-ականների սկիզբ, այն ժամանակ դեռ պատանի երիտասարդ հավատքի մեջ նոր աճում էի, թեպետ ինքս ապաշխարել եմ դեռ 90 թվականին, որ Տերը ինձ գտավ, ոմանք ասում են, ես այսիշ թվականին Տիրոջը գտա, ես Տիրոջը չգտա, Տերը ինձ գտավ, որովհետև ես մեծացել եմ, ծնվել եմ աթեիստ ընտանիքում եւ Աստծո մասին ոչինչ չեմ իմացել, բայց նա ինձ գտավ, կարճ կասեմ, հետո եթե առիթ լինի հետագայում գուցե կկիսվեմ, բայց փողոցից մի հրեշտակ ինձ վերցրեց, տարավ եւ ես հայտնվեցի 50-ական եկեղեցում։ Այդ իմ կարճ ապաշխարության պատմությունն է, բայց դրանից առաջ էլ իհարկե մի Աստծո մարդ ինձ Աստծո գիրք էր տվել, Աստվածաշունչ, որ փոխեց իմ ամբողջ կյանքը եւ 2000 թվականին, ինչպես Արսեն եղբայրս ասաց, առիթ ենք ունեցել միասին շփվելու, իր հովության ներքո գտնվելու, իմ հավատքի ծառայության մեջ, կարևոր ծառայության մեջ առաջին քայլերն անելու, հիշում եմ, երբ որ մենք առաջ տնային եկեղեցին սկսեցինք շինարարներ փողոցում եւ Լյուդայից մենք առանձնացանք, այս կկիսվեց է տնային եկեղեցին, ավելացավ եւ ընդամենը 2-3 երիտասարդից սկսեցինք 1 տարից հետո ես միջև իմ Արսեն ջան ցուցակը պահել եմ ամեն ժողովների հաշվետվությունը, գրառումները, ով ինչա խոսել, ովքեր են եկել, ովքեր չեն եկել, մանրամասն գրում էի եւ մի տարից հետո 36 երիտասարդներ այդ փողոցում ապաշխարեցին, եկան Տիրոջը միջև անգամ շենք ենք վարձել սոսի այդ տարածքը, որտեղ նաեւ մեր հարուրապետական ժողովներն էին կանում, այնպես որ մենք Արսեն եղբոր հետ թեպետ կարճ, բայց պատմություն ունենք, հետաքրքիր իրար հետ ճանապարհ ունենք անցնելու եւ ով կմտածեր, որ մեր ճանապարհները պետք է նորից հատվեին իրար հետ, Լոս Անջելեսում հայտնվեինք, երբ որ իմացանք, որ ինքը Գլենդելում է, հետո ինքը իմացավ, ես էլ եմ Գլենդելում, հետո ասացինք, բա որտեղ է սավում, պարզվեց, որ ընդամենը համարյա թե կողքի շենքերում ենք իրար հետ, մենք այդպես չենք որոշել, չէինք ընտրել, բայց Աստված գիտի ում որտեղ դնի ինչ նպատակների համար։ Եվ ուրախ ենք, որ սիրելի Էդվարդն էլ եւ Մերին էլ գեղեցիկ ձևով ծառայում են այստեղ, կարող են Տիրոջը փառ տալ իրենց համարել, որ իրանց երիտասարդ կյանքը նվիրել են Տիրոջը։ Եվ աղոթքս է, որ շուտով այստեղից էլ տեղափոխվեք, որ այստեղ էլ տեղ չլինի, առատ հունձք լինի եւ ապաշխարողների հոսքը չդադարի եւ Տիրոջ եկեղեցին Գլենդելի մեջ էլ ավելանա, շատանա եւ փրկվածները շատանան Տիրոջ տան մեջ։ Այսօրվա իմ պատգամը, որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, կոչվում է այսպես, այս վերնագիրն ունի՝ բաց մի թող հնարավորությունդ։ Հնարավորությունդ բաց մի թող։ Աստված մեզ հնարավորություններ է տալիս, չէ՞։ Աստված հնարավորությունների Աստված է։ Ոմանք օգտվում են այդ հնարավորությունից, ոմանք էլ ինչ են անում, բաց են թողնում այդ հնարավորությունը։ Ես կուզենամ այսօր քննենք մեր կյանքը եւ տեսնենք, որտեղ է Աստված մեզ հնարավորություններ տալիս, որոնցից չպետք է հրաժարվել։ 1940-ական թվականներին Նյու Յորքում մի մարդ կար, ում անունը ոչ ոք այդքան չէր էլ հիշում, ոչ մի արժեքավոր մեկը չէր ինքը, նա մի ռուսահրյա, Ռուսաստանից փախած հրյա ընտանիքի զավակ էր, Մարկուս Ռոդկովիչ անունով։ Նրա ծնողները մի կերպ էին փախել ստալինյան ռեպրեսիաներից որպես հրյա եւ տեղափոխվել էին Նյու Յորք եւ իրանց տղան Մարկուս Ռոդկովիչ անունով նկարչություն էր անում, բայց նրա նկարչության ոճը շատ յուրահատուկ ոճ էր, տարբեր ոճ էր եւ շատերի համար անհասկանալի եւ անիմաստ էր թվում։ Նա չէր նկարում մարդկանց դեմքեր, չէր նկարում բնապատկերներ, չէր նկարում ինչ-որ սյուժեներ, նրա կտավները շատ մեծ էին, հսկա կտավներ էին եւ գունային գամաներ էին պարունակում, գունային բլոկներ էին, ուղղանկյուններ, եւ այդպես գույները գալիս էին, միանում էին իրար, ինչ որ անհասկանալի պատկերներ էին, եւ շատերը նայում էին այդ նկարներին եւ ասում են, «Էս ինչ նկար է»։ Անիմաստ մի նկար է իրանից ոչինչ չի ներկայացնում, կարծես թափթփված գույներ լինեին կտավի վրա։ Երբ որ եկավ ցուցահանդեսի ժամանակը, շատ քիչ մարդիկ եկան նրան այցելության եւ մի զույգ որոշեց կտավներից մեկը առնի, այն էլ ավելի շատ խղճահարությունից ելնելով, որ մի լավ բան անի այդ մարդու համար եւ $500 ձեռք բերեցին մի կտավ, մի հսկայական կտավ գույների մի երանգ, որ այդ կտավի վրա էր պատկերված։ Անցավ ժամանակ, երկար տարիներ անց Ռոդկոյի ոճը հասկացան մարդիկ։
Նրա արվեստը սկսեց ճանաչվել որպես էմոցիոնալ խորության եւ մարդկային հոգու մասին խորհրդավոր մի արձագանք։ Նրանք տեսան, որ Ռոտկոն այդ գույներով իրականում արտահայտում էր մարդու տրամադրությունը, հոգեվիճակը, ներքին իրավիճակը, շատ հոգեբանական խորը պատկերներ էին այդ պատկերները, հասկացան, նա դարձավ ճանաչված մեկը, նրա մասին ֆիլմեր նկարեցին, վավերագրական ֆիլմեր նկարեցին, հաղորդումներ, նրան հրավիրում էին տարբեր միջոցառումների եւ նա դարձավ արվեստի ճյուղի մի հիմնասյուն, մի հիմնադիր։ Իսկ այդ կտավը, որ այն զույգը գնել էր $500 տարիներ առաջ, 2012 թվականին աճուրդում վաճառվեց $87 միլիոն։ Լավա թե լավ չի։ $87 միլիոն։ Այդ մարդիկ, ովքեր տարիներ առաջ վերցրել էին այդ նկարը $500 ձեռք էին բերել, տարիներ հետո վաճառեցին $87 միլիոն։ Սա նրանց համար ինչ էր, կարող ենք նրանց մասին ասել, նրանք բաց չթողեցին հնարավորությունը։ Նրանք այդ գույների անհասկանալի երանգների մեջ, այդ խառնիճաղանջ վիճակների մեջ մի հնարավորություն տեսան, հնարավորություն գտան եւ օգտվեցին այդ հնարավորությունից։ Բայց ինչքան մարդիկ կային, որ այդ օրը ցուցահանդեսում անցնում էին նրա նկարների կողքով եւ մի բան էին ասում, անիմաստ է, ոչ մի իմաստ չկա այս գույների մեջ, ոչ մի իմաստ չկա այս նկարի մեջ եւ այդ մարդիկ ինչ արեցին, բաց թողեցին իրենց հնարավորությունը։ Երբեմն Աստված էլ մեր կյանքի մեջ ինչ որ բաներ է անում, ինչ որ գույներ է բերում, ինչ որ պատկերներ է խճողում իրար, մենք նայում ենք, բան չենք հասկանում։ Միթե չենք կարդացել, որ Աստծո խոսքն ասում է, որ նրա խորհուրդները ինչպիսին են մեզ համար, անքննելի են, անհասկանալի են, նրա ճանապարհները անիմանալի են մեզ համար, նայում ես չես հասկանում, այս ինչ է կատարվում իմ կյանքի մեջ։ Ինչի մի անգամից գույները այսպես խառնվեցին իրար, ինչի մի անգամից պատկերները լղոզվեցին, բայց դա հնարավորություն է, որ Աստված ստեղծում է քո կյանքի մեջ, եւ ժամանակի ընթացքում դու կհասկանաս դրա գինը եւ դրա արժեքը։ Իսկ ոմանք, որ չեն հասկանում, բաց են թողնում աստվածային հնարավորությունները, կորցնում են աստվածային շանսը։ Եսայա մարգարեության 55-րդ գլխի 6-րդ խոսքում հետևյալն է գրած, ասում է. Տիրոջը փնտրեցեք, քանի դեռ նա գտնվում է, նրան կանչեք, քանի դեռ մոտ է։ Այս քանի դեռը ինձ թույլ չի տալիս, որ ես արխայնանամ։ Այս քանի դեռը թույլ չի տալիս, որ ես անհոգանամ։ Այս քանի դեռը խոսում է մի ժամանակի մասին, որ սահմանված է, բայց միշտ չի, որ այս ժամանակը կտրվի։ Այս քանի դեռը ինձ սթափեցնում է։ Քանի դեռ կա հնարավորություն, փնտրեք Տիրոջը։ Քանի դեռ կա հնարավորություն, քանի դեռ նա մոտ է ձեզ, կանչեք նրան։ Միթե սա նշանակում է, որ գուցե կգա ժամանակ, որ այս հնարավորությունը ամեն մեկին չի տրվի։ Դրա համար, եթե Աստված քեզ հնարավորություն է տալիս, ինչ արա, օգտվիր այդ հնարավորությունից։ Այսօր կիրակի է։ Ոմանք օգտվեցին այդ հնարավորությունից, եկան եկեղեցի, ոմանք մտածեցին, կիրակի է, ես էլ օգտվեմ այս հնարավորությունից, տանը մնամ եւ չգնամ եկեղեցի։ Բայց ինչ հրաշալի է, Աստված քեզ առիթ է տվել, առիթը բաց չթողեցիր։ Կարող ես ձեռքը դնել քո վրա եւ քեզ շնորհավորել, ասես ապրես, որ դու առիթը բաց չթողեցիր։ Ես երբեմն նաեւ իմ ոտքերին շնորհակալություն եմ հայտնում, այսօր մենք ոտքով ենք եկել Արսեն եղբորս հետ, Արթուրի հետ եկեղեցի, եւ շնորհակալություն եմ հայտնում իմ ոտքերին, որ իմ ոտքերը ինձ ճիշտ տեղ են բերել, Աստծո տուն են բերել, լավա թե լավ չի։ Ոմանց ոտքերը ուրիշ տեղ են տանում իրանց, մեր ոտքերը մեզ Աստծո տուն են բերել։ Ոտքեր ունես, ուրեմն օգտվի այդ հնարավորությունից, Աստծո տուն արի։ Ձեռքեր ունես, բարձրացրու քո ձեռքերը Տիրոջ համար։ Հովանու ավետարանի 9-րդ գլխի 4-րդ խոսքում Տեր Հիսուսը շատ կարևոր, շատ սթափեցնող մի խոսք է ասում մեզ։ Հովանու ավետարան 9:4-ում ասում է. «Քանի դեռ ցերեկ է», միշտ չի որ ցերեկ կլինի։ Երբ որ մենք տեղափոխվեցինք Լոս Անջելես դեկտեմբեր ամսին, մեր համար ամենա ինչ ասեմ, տխուր պահը մայրամուտն էր, որովհետև Լոս Անջելեսում օրերը շատ կարճ են։ Չես հասցնում
մի տեսակ վայելես օրը, չես հասցնում ցերեկվա լույսը վայելես, մի անգամից մթնում է։ Հայրիկ չի ժամանակն է այստեղ արագանցնում, մի հատ է որ ժամերը ինչ են անում, փոխում են, չէ՞, այստեղ կարծեմ, հետ են տալիս, առաջ են տալիս։ Հայաստանում մի ժամ մի քիչ երկար էր տևում, մի քիչ ուշ էր մթնում, այստեղ շատ արագ են մթնում։ Դրա համար Հիսուսն ասում է, քանի դեռ 4 խոսքում ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է եւ այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։ Քանի Աստված տալիս է քեզ հնարավորություն այս լույսը տեսնելու, օգտվիր այդ հնարավորությունից։ Քանի Աստված տալիս է քեզ հնարավորություն եկեղեցի գալու, գիրք կարդալու, աչքը տեսնում է Աստծո խոսքը, բերանդ կարողանում է խոսալ, օգտվիր այդ հնարավորությունից, աղոթիր, կանչիր Տիրոջը, վայելիր նրա ներկայությունը։ Տեր Հիսուսը գիտեր, որ իր վրա էլ կարծես ժամանակ էր դրված, քանի դեռ ցերեկ է, ես պիտի գործեմ, հետևաբար ես չեմ կարող ուրիշ բաներով զբաղվել, ես ունեմ առաջնահերթություններ, ես ունեմ կարևորություններ, դրա համար իմ կյանքը նվիրում եմ իմ առաջնահերթություններին, այն մնացածը երկրորդական բաներ են, քանի Աստված տալիս է ինձ հնարավորություն, ես նրան պիտի պաշտեմ, ես նրան պիտի ծառայեմ, ես նրա մասին պիտի քարոզեմ, ես նրա խոսքը պիտի կարդամ, ես նրանով պիտի ցնծամ եւ ուրախանամ։ Հովանու ավետարան 12-րդ գլխի մեջ էլ 35 խոսքում տեսնում ենք այս խոսքի լրացումը, ասվում է Հովանու ավետարան 12-ի 35-ը։ Այդ ժամ Հիսուսը նրանց ասաց. մի փոքր ժամանակ դեռ լույսը ձեր մեջ է։ Քայլեք, քանի դեռ լույս ունեք, որովհետև որպեսզի խավարը ձեզ չտիրի, ով քայլում է խավարում, նա չի իմանում, թե ուր է գնում։ Մի փոքր ժամանակ, քանի դեռ լույս ունեք, արեք այդ գործը, քայլեք, քանի դեռ լույս ունեք։ Եվ այս քանի դեռը նորից մեզ զգաստացնում է։ Ինչքան ժամանակ ունենք, ես չգիտեմ։ Ոչ ոք չգիտի իր ժամանակները, ոչ ոք չգիտի ինչ կա իր առջևում, բայց ինչ ժամանակ, որ Աստված տվել է, ինչ հնարավորություն, որ Աստված մեզ տվել է, պիտի ապրենք իր համար եւ պիտի ծառայենք իրեն։ Ես չեմ ուզում, երբ որ դատաստանի օրը կանգնեմ, հարցը այս չի լինելու փրկված ես, թե փրկված չես, բայց հարցը սա կլինի, կարծում եմ, որ երբ որ կանգնեմ դատաստանի օրը, իմանամ, որ փրկված եմ, բայց որքան դառը զղջում կունենամ, երբ որ իմանամ, ինչքան հնարավորություններ եմ ունեցել իմ Տիրոջը ծառայել, բայց չեմ օգտվել այդ հնարավորություններից։ Աստված քանի անգամներ ինձ տալիս էր հնարավորություն, բայց ես երկարաձգում էի, հետաձգում էի։ Մենք հայերս սիրում ենք ամեն ինչ հետաձգել, թողնել վաղվան, բայց Աստծո խոսքն ասում է քանի դեռ։ Ավետարանում թղթերի մեջ առաքելական Պողոս առաքյալն ասում է, վաղը չի փրկության օրը, այսօր է փրկության օրը։ Հիմա է որոշման պահը, մի հետաձգիր, տալիս է հնարավորություն, հիմա արա, հնարավորությունից օգտվիր, որպեսզի հնարավորությունը բաց չթողնես։ Մարդիկ ենք տեսնում Աստվածաշնչում, որոնք բաց թողեցին աստվածային հնարավորությունները եւ կտեսնենք, թե ինչ կատարվեց նրանց կյանքում։ Մարդիկ, որոնք բաց թողեցին Տիրոջից ընձեռված շանսը։ Առաջինը ուզում եմ այսօր հիշենք Եսավին, որ կորցրեց իր ապաշխարության հնարավորությունը։ Եբրայեցիներին 12-րդ գլխի մեջ 16-րդ խոսքում մի շատ ծանր, շատ խիստ նկարագիր է տալիս Եսավին։ Ես երբեք չէի ուզենա, որ Աստվածաշունչը ինձ նման նկարագիր տար։ Գիտեք, ոմանք պատվի ու երանության են արժանացել, որ իրանց անունը գրվի Աստվածաշնչի մեջ։ Դա մեծ պատիվ է։ Ոմանք էլ անպատվության են արժանացել, որ իրանց անունը այդպես գրվի Աստվածաշնչում։ Օրինակ Հուդայի անունն էլ կա Աստվածաշնչում, բայց դա պատիվ չի բերում իրան, չէ՞։ Նույնն էլ Եսավի անունը։ Հետաքրքիր է, որ Եբրայեցիներին 11-րդ գլխի մեջ մենք ուրիշ անուններ ենք տեսնում այնտեղ։ Հավատքի հերոսներին ենք տեսնում այնտեղ։ Եվ վերջում Աստված ասում է, հեղինակն ասում է, Աստված չի ամաչում նրանց Աստվածը լինել։ Կարդացել եք այդ խոսքը։ Աստված չի ամաչում։ Տեր, ես ուզում եմ այնպիսի կյանքով ապրել, որ երբեք իմ պատճառով դու չամաչես։
Երբ որ ինձ հարցում են որն է քո կյանքի նպատակը, ես մի նպատակ ունեմ։ Իհարկե շատ նպատակներ կան, բայց մի գերագույն նպատակ, որ երբ որ Աստված լսի իմ անունը, չխոժոռվի, ժպտա, որ այնպես ապրեմ, որ Հիսուսի երեսին ժպիտ հարուցեմ։ Կարող ենք մենք էլ նման նպատակ ունենանք մեր կյանքի մեջ։ Եվ Աստված, երբ որ նայում էր Եբրայեցիներին 11-րդ գլխի հերոսներին, ժպտում էր, հիշում էր Գեդեոնին, հիշում էր Նոյին, հիշում էր Աբրահամի հավատքը, նրա արդարությունը, բայց երբ որ շարունակություն եղավ եւ Եբրայեցիներին 12-րդ գլխի մեջ մեկ այլ հակահերոս ենք տեսնում այստեղ Եսավի մասին շատ ծանր խոսք ասած Աստծո խոսքը Եբրայեցիներին 12-ի 16-ում գրված է ասում է որպեսզի ոչ մեկը պոռնիկ ու պիղծ չլինի ինչպես Եսավը որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանկությունը վաճառեց որովհետև գիտեք որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել բայց մերժվեց քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ թեպետ արտասուքով այն փնտրեց Ես չեմ ուզում մտնել աստվածաբանական հարցերի մեջ, հիմա Եսավը փրկված է, թե փրկված չի, բայց մի բան շատ հստակ է, Եսավը կորցրեց իր անդրանկությունը, Եսավը կորցրեց իր օրհնությունը, որտեղ այն որոշեց փոխանակել մի ժամանոց հաճույքի հետ, որոշեց բավարարել իր ստամոքսը իր հոգին նվաղեցնելու փոխարեն Փոխանակում տեղի ունեցավ, Աստվածային իր կոչումը տվեց, դիմացը ստացավ մի աման ճաշ, մի աման հաճույք։ Վերջի այդ ճաշ ուտելուց հետո Եսավը ուր պիտի գնար զուգարան։ Բայց իր անդրանկությունը կորցրեց ինքը։ Հաջորդ օրը ինքը արթնացավ եւ հասկացավ, որ այլևս ինքը անդրանիկը չի, այլևս օրհնություն չմնաց։ Հիշում եք, երբ որ նա թախանձում էր Իսահակին, ասում էր. «Հայրի, միթե մի հատ օրհնություն էլ չի մնացել ինձ համար», ասաց. «Ոչ որդիս, որովհետև քո եղբայրը տարավ»։ Եսավը ուներ հնարավորություն, կորցրեց հնարավորությունը, Հակոբը չուներ հնարավորություն, բայց ստեղծեց հնարավորություն եւ օգտվեց այդ հնարավորությունից։ Դրա համար գրված է Աստված Եսավին ատեց եւ Հակոբին սիրեց։ Մեր մոտ մեր մարդկային շունչը ավելի շատ սիմպաթիա ունի Եսավի հանդեպ։ Նայում ենք ասում են խեղճ տղա։ Հələ խափեբա Հակոբը ոնց տարավ օրհնություն է, բայց Աստված նայում էր եւ ասում էր ես Հակոբի Աստվածն եմ։ Ես այն նմանների Աստվածն եմ, որոնք օգտվում են հնարավորություններից։ Որ հնարավորությունից, ոչ թե մեղ գործելու, այլ Աստծուց լավագույնը ունենալու։ Իմ սիրելի հեղինակ Դերեկ Պրինսն ասում է, Աստված մի հատկանիշ տեսավ Հակոբի մեջ, որ հետևյալն էր, որ Հակոբի կյանքի սկզբունքը սա էր, եթե մի բան կա, որ Աստծուց է, ես դա պետք է ունենամ։ Սա է հավատացյալի սկզբունքը։ Եթե մի լավ բան կա Աստվածային, ես դրան պետք է հասնեմ։ Դրա համար է Աստծո խոսքն ասում, նախանձավոր եղեք լավագույն պարգևների համար, իսկ շատ հավատացյալներ ինչպես են, անտարբեր են։ Դե Աստված կտա, չի տա։ Դե հիմա ես էլ ծնվել եմ երկրորդը, ճակատագիրը չի փոխվի, բայց Հակոբը չհամակերպվեց, նա փոխեց իր ճակատագիրը իր հավատքի միջոցով, հնարավորությունից օգտվեց։ Ցավոք սրտի շատերս համակերպվել ենք մեր վիճակների հետ, բայց Աստված հնարավորությունների Աստված է։ Երկրորդ հնարավորությունը, որ կորցրեցին, դրանք Երուսաղեմի բնակիչներն էին։ Այստեղ կան մարդիկ, ովքեր եղել են Երուսաղեմում, ովքեր են եղել Երուսաղեմ, չեք եղել։ Ես երազում եմ մի անգամ հոգևոր տուր կազմակերպել դեպի Երուսաղեմ։ Եթե Արսեն եղբայրը թույլ տա, կարող ենք բոլորս իրար հետ գնալ մի օր։ Շատ հետաքրքիր կանցնի։ Ես շատ եմ եղել, ես շատ եմ սիրում լինել Իսրայելում, ունեմ ընկերներ, հրյա, հայ, եւ սիրում եմ այդ քաղաքը, մի տեսակ անբացատրելի մագնետիզմ ունի Երուսաղեմը, ձգողականություն ունի։ Բայց տեսնում ենք Երուսաղեմ քաղաքը, որ կորցրեց իր հնարավորությունը։ Ղուկաս ավետարան 19-րդ գլխի մեջ 41 խոսքում Տեր Հիսուսի խոսքերն ենք տեսնում, այստեղ շատ դառը խոսքեր են, շատ վշտալից խոսքեր են։ Ղուկաս 19:41-ը հետևյալն է ասում. Եվ երբ մոտեցավ քաղաքը տեսնելու, լաց եղավ նրա վրա ու ասաց. Գոնե այսօր դու էլ իմանայիր, ինչպես խաղաղություն գտնել, բայց հիմա այն քո աչքերից ծածկված է, որովհետև
քեզ վրա օրեր պիտի գան ու թշնամիներդ շուրջդ պիտի պատնեշեն եւ քեզ պաշարեն, ամեն կողմից քեզ պիտի նեղեն, ինչու։ Հետո ասում է, քանի որ չճանաչեցիր ժամանակը, երբ քեզ այցելության եկավ Տերը։ Քանի որ քեզ տրվեց հնարավորություն, Տերը եկավ քո մեջ, նման հնարավորություն էլ չի տրվի քեզ մինչև որ տեսնես նրան երկնքից գալուց, քեզ տրվեց այդ հնարավորությունը, դու բաց թողեցիր այդ հնարավորությունը, չճանաչեցիր Աստծուն իր այցելության պահին։ Երբ որ ես Աբովյանի հոգեգաստական եկեղեցում էի 90-91 թիվներ արթնության տարիներն էր, հիշում եմ մի անձնավորություն աղյողորմ լացով էս վկայություններ տալիս, որ շատ էր աղոթում, որ Տեր Հիսուսն իրան այցելի, շատ էր խնդրում, որ ինչ կլինի Տեր, ինձ էլ արժանացու այդ երանությանը, մի օր իմ տուն արի, մի օր ինձ այցելիր։ Հետո ասում եմ մի օր տանս նստած պատրաստում եմ աշխատանքի գնալ, տեսնեմ մեկը դուռը թակեց։ Դուռը բացեցի, տեսա մի հոմլեսի պես մեկնա ցնցոտիներով, ցեխոտ կոշիկներով, նայեց ինձ, ասեց տիկին, կարող եմ մի բաժակ ջուր խնդրել ձեզանից։ Ասում եմ, մինչև ես գնացի խոհանոցից, որ ջուրը բերեմ, տեսնեմ, այս մարդը ներս է մտել, բազմոցից վրա է նստել։ Շատ բարկացա, ներքուստ վրդովվեցի, հետո վերցրեց ջուրը խմեց, հիմա ուզում եմ ասեմ, դուրս գնայեմ տանից, բայց հիշեցի ես հավատացյալ եմ տանս, ես իմ ինչ էլ չկար տանելու համար։ Ես խղճահարությունից ելնելով նայեցի, ասի պապիկ, եթե հոգնած եք, կարող եք նստել ձեզ համար, հանգստանալ, հետո երբ որ գնաք, դուռը փակեք, բանալին դրեք շորի տակ, հետո ես կգամ կբացեմ։ Եվ ասում այդպես թողեցի, գնացի, բայց երբ որ վերադարձա, տեսա տունս մաքուր եւ սեղանի վրա մի գրություն կար, որի վրա գրված էր. ես եկա, բայց դու ինձ չճանաչեցիր։ Ինչքան հնարավորություններ կա, որ Աստված մեզ տալիս է, տարբեր առիթներով, բայց մենք բաց ենք թողում այդ հնարավորությունները եւ միշտ չի, որ այդ հնարավորությունները մեզ նորից ու նորից կտրվեն, ինչպես Երուսաղեմին չտրվեց։ Երրորդ տեղը, որ մենք տեսնում ենք, մի անձնավորություն, որի մասին Աստվածաշունչը անունը չի հիշատակում, բայց նրա անունը կարող է լինել առաքյալների անունով։ Հիմա մենք տեսնում ենք, որքան աշխարհում վանքեր կան, տաճարներ կան, Սուրբ Պետրոսի, Սուրբ Հովանեսի, Սուրբ Անդրեասի, նա էլ կարող էր հայտնի լինել առաքյալների նման, բայց նա կորցրեց իր հնարավորությունը այն աստիճան, որ անգամ ավետարանը նրա անունը չի հիշատակում։ Ղուկաս ավետարան 9-րդ գլխի մեջ 59-րդ խոսքում ավետարանը նրան պարզապես ասում է մեկ ուրիշը։ Ղուկաս 9:59-ում գրված է. մեկ ուրիշի էլ Հիսուսն ասաց. արի իմ հետևից։ Հետարքիր է ուրիշները դրանից առաջ ուրիշներն էին գալիս Հիսուսի մոտ, ասում են ուզում եմ գամ քո հետևից։ Մեկին Հիսուսն ասաց հարմար չի որ դու գաս։ Այն մյուսին ասեց մի արի գնա քո ընտանիքի մոտ։ Բայց այս մեկին Հիսուսը կանչեց։ Քույրեր եղբայրներ, Աստված մեզ կանչել է։ Ամեն։ Աստված մեզ կանչել է դեպի իրեն, կանչել է ծառայության մեջ, կանչել է փրկության մեջ, կանչել է եկեղեցու մեջ, կանչել է իրեն հետևելու, իրեն ծառայելու։ Բայց ասում է սա ասած, Տեր դավանում էր Հիսուսին, Տեր, թույլ տուր, այս թույլ բառը ես այսպես եմ հասկանում, մի քիչ թույլ գտնվի իմ հանդեպ Տեր։ Այդքան խիստ մի եղիր։ Մի ասա, որ պետք է ամեն բան ուրանաս, թողես, գանս իմ հետևից, մի քիչ ավետարանը թույլացրեք։ Ոմանք կան, որ սիրում են քարոզիչներին այսպես ճնշման բերել, մանիպուլյացիա անել, մի քիչ զեղ ճարա, ավելի շատ մարդ կգա եկեղեցի։ Մի քիչ մեղքից այդքան մի խոսեք, լիքը մարդ կգա, լիքը ժողովուրդ կհավաքվի, բայց մի ասեք ապաշխարի, մի ասեք մարդիկ, որ պետք է փոխվեն։ Ասում է Տեր, թույլ տուր, որ նախ գնամ իմ հորը թաղեմ։ Թույլ տուր։ Այսինքն ես հələ գործեր ունեմ անելու։ Սա չի նշանակում, ես չեմ հավատում, որ իր հայրը սքո սրահում դրած էր մարմինը, որ Հիսուսն այդքան դաժան էր, ասեց չթաղես հորդ։ Ես կարծում եմ ինքը ուզում էր ասել թույլ տուր հայրս մեծանա, ծերանա, հետո ժամանակ կգա կհետևեմ քեզ, երբ որ ազատ կլինեմ։ Բայց սա չի Հիսուսի պայմանները, եւ նա բաց թողեց հնարավորությունը։ Որքան մարդիկ կան, որ նման պայմաններում բաց են թողում հնարավորությունները Հիսուսին հետևելու։
Տեր, թույլ տուր երեխեքիս մեծացնեմ, նոր կգամ եկեղեցի։ Հիմա հարմար չի, հիմա զբաղված եմ, հիմա աշխատում եմ, հիմա պետքա գնամ ֆուտբոլ նայեմ։ Դուք գիտեք, որ այսօր Ամերիկայում շատ հավատացյալներ չեն գնալու եկեղեցի։ Գիտեք ինչու՞։ Որտեղ այսօր Super Bowl ասում են, տենց են ասում, չէ՞։ Super Bowl, այսինքն չգիտեմ ինչ որ, այդ ինչ է, ես չեմ հասկանում, բայց երեք տղաս էր անդադաս, պապա վաղը Super Bowl է։ Հետո կինս էլ գայեն են ասում, այդ ինչ է, ասում, մամա, կյանքից հետ ես մնացել։ Հետո ես էլ ամաչեցի, ասում, բայց ինչա որ ինձ չասի, ես էլ եմ կյանքից հետ մնացել։ Բայց շատ հավատացյալներ չեն գնա եկեղեցի, որտեղ ուզում են տանը նստեն ֆուտբոլ նայեն ամերիկյան։ Բայց ոմանք էլ կասեն, սա հնարավորություն է, գուցե այլևս ինձ չի տրվի։ Ամեն կիրակի ես այսպես եմ նայում, գուցե սա իմ վերջի կիրակին է, գուցե Տեր Հիսուսը վաղը գալիս է, այնպես չլինի, որ բաց թողնեմ իմ հնարավորությունը։ Եվ այս մեկ ուրիշը բաց թողեց։ Չորրորդ անձնավորությունը Պիղատոսն էր, բաց թողեց ճշմարտությունը ճանաչելու հնարավորությունը։ Հիշում եք, երբ որ Հիսուսը կանգնած էր նրա առաջ, նա ասում էր, ինչ է ճշմարտությունը։ Սխալ հարց տվեց, պիտի ասեր ով է ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունը իր ամբողջ երկայնքով կանգնած է նրա առաջ։ Եվ հիշում եք, Պիղատոսի կինը երազ տեսավ այդ գիշեր, չէ՞, կինն էր, եւ լուր ուղարկեց, որ այդ արդարի հետ գործ չունես։ Աստված առիթներ էր տալիս Պիղատոսին ապաշխարելու, սխալ ճանապարհներից հետ կանգնելու, բայց գրված է Մատթեոս 27:24-ում նա լվաց իր ձեռքերը Հիսուսից եւ ասեց ես գործ չունեմ։ Այսինքն իրոք ես գործ չունեմ։ Ոչ այս կողմն եմ, ոչ այն կողմն եմ, ոչ ասում եմ սպանեք, ոչ ասում եմ խնայեք, ես գործ չունեմ։ Ես տան իմ համար էլ կպաշտեմ Տիրոջը, կկարդամ իմ համար, ես գործ չունեմ հավատացյալների հետ, ես գործ չունեմ գնամ խառնվեմ այդ մարդկանց հետ։ Եվ Պիղատոսը կորցրեց ամենամեծ հնարավորությունը, թագավորների թագավորը նրա առաջ կանգնել էր, բայց նա այդ օրը բաց թողեց։ Շատերի վախի պատճառով, որովհետև գրված է հրեաների վախի պատճառով նա դա արեց։ Ոմանք ամոթի պատճառով, ոմանք մարդկանց կարծիքների պատճառով իրենց ձեռքերը լվանում են Տիրոջ վրա, Տիրոջից հրաժարվում են։ Հինգերորդը, թերևս վերջինը, որ կորցրեց հնարավորությունը Տիրոջը ճանաչելու, դարձի գալու, կյանքը փոխելու, դա Հերովդես Ագրիպասն էր, որի առաջ կանգնած էր մեծագույն առաքյալ Պողոսը։ Պատկերացնում եք, ամեն մեկին չէր տրվում այդ պատիվը Պողոսից քարոզ լսել եւ ամիսներ շարունակ, մինչ այդ դատավարությունը ընթանում էր։ Գործ Կարաքելոս 26-րդ գլխի մեջ 28 համարում նա մի խոստովանություն է անում եւ հետեւյալն է ասում. Ագրիպասը Պողոսին ասաց. «Քիչ է մնում ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ Ոմանց այո, քիչ է մնում, որ համոզվեն։ Մի փոքր քայլ, մի կիրակի եկեղեցի գալ, մի հատ ապաշխարության աղոտ, մի հատ Աստվածաշունչ բացել, շատ քիչ է մնում, բայց այդպես է չեն հասնում դրան։ Շատերը դատաստանի օրը գուցեև լսեն քեզ, շատ քիչ էր մնացել երկինք հասնելու համար, ընդամենը մի քայլ, բայց դու բաց թողեցիր այդ հնարավորությունը։ Ասում են մի անձնավորություն որոշում է սարը բարձրանալ, հետո սարից գլորվում է եւ գլորվելու ընթացքում աղակում է, որ Աստված իրեն փրկի։ Եվ այդ ընթացքում մի հատ ծառ է ընկնում իր ձեռքը մեկնում է ծառի ճյուղից, կախվում է եւ աղակում է եւ ասում է Աստված, փրկիր ինձ Աստված։ Եվ Աստված իր հետ խոսում է, ասում է, թե ուզում ես քեզ փրկեմ, բաց թող այդ ճյուղը։ Ասում է, ոնց կարող եմ այս այդ ճյուղը բաց թողնել։ Ես մտածում եմ, դու ես այդ ճյուղը ինձ պարգևել։ Հիմա ասում ես, բաց թող, նորից է Աստված ասում, բաց թող այդ ճյուղը, եթե ուզում ես քեզ փրկեմ։ Նա ավելի պին բռնվում է այդ ճյուղից։ Ասում է, ցերեկը, երբ որ փրկարարները փնտրում էին նրան, գտան մի սառած մարմին, ճյուղից կախված եւ գետնից ընդամենը 1 մետր բարձրության վրա։ Որովհետեւ գիշեր էր չէր տեսնում, որ ինչքան ցածր է ներքևը։ Երբեմն մենք էլ տարբեր ճյուղերից են կախվում, փոխանակ Աստծուց կախվենք, փոխանակ Աստծուն ապավինենք։ Եվ
Ագրիպասը չէր ուզում բաց թողնել իր պաշտոնը, իր հպարտությունը, մի քիչ էր մնացել, որ ապաշխարեր, բայց այդպես էլ չապաշխարեց։ Որքան ցավալի եւ դառը վճիռ կլսի նա թագավորների թագավորից դատաստանի օրը, որ Ագրիպաս քեզ մեծագույն առաքյալին բերեցի քո առաջ, որ քեզ վկայեր, մի քիչ էր մնացել, որ քրիստոնյա դառնայիր, հնարավորությունը երկու ոտքով եկել էր քո առաջ էր կանգնել եւ դու բաց թողեցիր այդ հնարավորությունը։ Որպեսզի շատ տխուր նոտայով չավարտենք, ես կուզենամ շատ կարճ մի քանի մարկանց էլ տեսնենք, որոնք բաց չթողեցին իրենց հնարավորությունը եւ օգտվեցին աստվածային հնարավորությունից։ Եվ դուք էլ այսօր այդ հնարավորությունից օգտվել եք, որ գտնվում եք այստեղ։ Առաջինը Դավիթն էր, հիշում եք Դավիթի եւ Գողիաթի պատմությունը։ Ոմանք Գողիաթի մեջ ինչ էին տեսնում։ Թշնամի, տեսնում էին սպառնալիք, չէ՞։ Սպառնալիք էին տեսնում։ Վախ էր ներշնչում Գողիաթն իրանց, փախնում էին Գողիաթի երեսից, բայց Դավիթը Գողիաթի մեջ ինչ տեսավ։ Հնարավորություն տեսավ։ Նա մտածեց, այդ հսկան ինչքան մեծ է, այնքան իմ չվրիպելու շանսերը ավելի մեծ են։ Չէ՞, թիրախը որքան մեծ է, այնքան հարվածի հնարավորությունն ավելի մեծ է, որ իմ քարը սրա ճակատին կկպնի։ Փոքր լիներ, գաճաճ լիներ, կարող է մանևրեր։ Մենք էլ երբեմն կարող ենք նայել մեր հսկա խնդիրներին եւ ասել. Տեր Աստված, ես ահաբեկված եմ, բա ինչ կլինի ինձ հետ։ Բայց եթե Դավիթի աչքերով նայենք, հավատքի աչքերով կարող ենք ասել. Տեր, այս հսկա խնդիրը հսկա վկայության հնարավորություն է, Տեր։ Քեզ փառաբանելու հնարավորություն է, քո հաղթանակը տոնելու հնարավորություն է։ Քո մեծագույն մեղքերը կարող են դառնալ քո մեծագույն վկայությունները։ Երբ որ մեկը կանգնում է, օրինակ մարդիկ ասում են, պատմի ոնց ես ապաշխարել, ես շատ բան չունեմ պատմելու, 9 տարեկան երեխա եմ եղել, ոչ ծխել եմ, ոչ խմել եմ, ոչ մեղք եմ գործել, չեմ էլ հասցրել ինչ-որ բաներ, ոչ կռիվ եմ արել, ոչ ծեծվել եմ, ոչ ծեծել եմ։ Հա, բայց մարդիկ կան, չէ՞ որ վկայում են, ասում են, թմրամոլ եմ եղել, գող եմ եղել, էս եմ եղել, այն եմ եղել, բայց Տերը ինձ ազատել, լսողները ինչ են ասում, փառք ես Տեր։ Ուրեմն որքան մեծ է քո խնդիրը, քո մարտարավերը, այնքան մեծ կարա լինի քո վկայությունը նաև Տիրոջ առաջ։ Եվ Դավիթը այդ հնարավորությունից օգտվեց։ Միացյալ Նահանգներում 20-րդ դարի սկզբում մի կոշիկի գործարան երկու մարքեթինգի մենեջեր է ուղարկում Աֆրիկա, որպեսզի շուկան ուսումնասիրեն կոշիկ արտահանելու համար։ Երկուսին գործուղում են Աֆրիկա։ Եվ սրանք գնում են, սկսում են ուսումնասիրել շուկան եւ առաջին այդ մարքետոլոգը նամակ է գրում իր կազմակերպությանը եւ ասում է այստեղ ոչ մի կոշիկ չի վաճառվի, որովհետեւ բոլորը ոտաբոբիկ են, ոչ ոք կոշիկ չի հագնում։ Երկրորդը գրեց, ասեց սա ամենալավ շուկան է, որովհետեւ բոլորը ոտաբոբիկ են։ Այսինքն հնարավորություն տեսավ, մյուսն էլ խնդիր տեսավ դրա մեջ։ Մեկը օգտվեց հնարավորությունից, մյուսը կորցրեց իր հնարավորությունը։ Երկրորդ անձը, որ տեսնում ենք Սամարացի կինն էր, ջրհորի մոտ, Հովաննես ավետարան 4 գլուխ 10-րդ համարում Հիսուսն ասաց, եթե իմանայիր, թե ով է քո այդ խոսողը։ Բայց ինչ արեց նա, իմացավ, օգտվեց այդ հնարավորությունից, ասաց, Տեր, տուր ինձ այդ ջուրը։ Եվ նա վերցրեց այդ ջուրը եւ գրված է իր դույլը այդտեղ թողեց եւ գնաց քաղաք։ Ինչու՞։ Որովհետև նա ուրիշ ջրի հետևից էր եկել, ուրիշ ջուր ստացավ, նա հագեցավ եւ գնաց, որ ուրիշներին ջրի։ Նա օգտվեց իր կյանքի մեծագույն հնարավորությունից, որովհետև այլևս երբեք Հիսուսին նա չէր տեսնելու։ Հիսուսը երբեք այդ ճանապարհով էլ չէր անցնելու, բայց նա օգտվեց եւ Աստված նրան գործածեց։ Մենք էլ այսօր օգտվենք։ Տեր Հիսուսն այստեղ է, քույր երեխաներ, հավատում եք, որ Հիսուսը իմ այստեղ է։ Ուրեմն եթե Հիսուսն այստեղ է, օգտվիր այդ հնարավորությունից իրանից ստանալու օրհնություն, կյանք, բժշկություն, ազատագրություն, եկեղեցում ես հնարավորություն է, աղոթքը հնարավորություն է, Աստծո խոսք կարդալը հնարավորություն է, օգտվիր եւ Աստված քեզ կօրհնի։ Երրորդ անձնավորությունը կույր Բարտիմեոսն էր, որ հիշում եմ Արսեն եղբոր քարոզներից մեկը, որ այդքան ազդել է իմ ամբողջ կյանքի վրա, դա Բարտիմեոսի քարոզն էր, մի օր շինարարներ փողոցում էր քարոզում ինքը
եւ դա ձևավորեց իմ ապագա մտածողությունը։ Նա երկրորդ նման հնարավորություն այլևս չէր ունենալու, որովհետև Հիսուսը գրվածը գնում էր Երուսաղեմ խաչվելու եւ Երիքովով անցավ։ Նա պարզապես անցնում էր, ռուսերեն ասում են պապուծի, չէ՞։ Նա անցնում էր, նա չէր եկել հենց Երիքովի համար, բայց նա անցնում էր այդ տեղով եւ մի կույր կար, որ ոչ թե փող ուզեց Հիսուսից, այլ աչք ուզեց, տեսողություն ուզեց, օգտվեց այդ հնարավորությունից, աղաղակեց, գրավեց Հիսուսի ուշադրությունը։ Մենք կարիք ունենք Հիսուսի ուշադրությունը գրավել։ Միշտ չի, որ կտրվի մեզ նման հնարավորություններ, բայց երբ որ տրվում է, օգտվիր այդ հնարավորությունից։ Գրված է, որ մարդիկ նրան լռեցնում էին, ասում են սուս մնա, բայց նա ավելի բարձր էր աղաղակում. Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Հիշում եք այդ օրը Երիքովում երկու մարդ ընդամենը օգտվեցին այդ հնարավորությունից։ Երկու մեծ կոնտրաստ, մեկը աղքատ Բարտիմեոսը, մյուսը հարուստ Զաքեոս։ Մեկը այդ օրը հարստացավ, մյուսը այդ օրը մի քիչ աղքատացավ, իր հարստության մի մասը գնաց աղքատներին, իսկ այդ աղքատներից մեկը ով էր, նույն Բարտիմեոսը, որ այդ օրը ստացավ ոչ միայն աչքերի լույս, այլև ստացավ Զաքեոսի հարստության մի մասը, որտեղ Հիսուսը երկուսին այցելեց եւ երկուսը օգտվեցին այդ հնարավորությունից։ Զաքեոսն ասեց, նա իմ քաղաք է եկել։ Ես ուզում եմ նրան տեսնել, բարձրացավ ծառը ժանտաթզենին, որ տեսնի Հիսուսին, եւ Հիսուսն ասաց, Զաքե, այսօր քո տուն պիտի գամ։ Եվ նա չկորցրեց իրեն, նա արագ իջավ ծառից եւ ասեց, սա իմ շանսն է։ Հիսուսին իմ տուն տանելը սա իմ հնարավորությունն է։ Բայց դուք գիտեք, որ Հիսուսին մեր տուն տանելը նաև ռիսկ է։ Դու ոչ միայն կարող ես ձեռք բերել, դու նաև կարող ես կորցնել։ Զաքեոս այդ օրը նաև կորցրեց, բայց գիտեք ինչ ձեռք բերեց։ Խաղաղություն ձեռք բերեց, մեղքերի թողություն ձեռք բերեց։ Եվ եթե կորցրեց, էլ իր մեղքերը կորցրեց։ Թող Հիսուսը գա եւ մենք կորցնենք մեր մեղքերը, մեր վշտերը, մեր անեծքները եւ ձեռք բերենք խաղաղություն։ Ես մի անգամ մի եղբոր հետ խոսում էի, որ շատ խանդավառ եռանդուն բարգավաճում էր, քարոզում, որ բոլոր հավատացյալները պետքա հարստանան, որ եթե մեկը աղքատ է, ինքը անեծքի տակ է, պատժված է եւ այլն, եթե մեկը միլիոնատեր չի, բայց ինքն էլ միլիոնատեր չէր։ Բայց համոզում էր մարդկանց եւ այլն, ասի եղբայրս, ուզում եմ մի հատ կարճ բան ասեմ քեզ։ Այդ բարգավաճման ավետարանը, որ ասում ես, միթե ամեն տեղ աշխատում, այո, ամեն տեղ աշխարհի բոլոր տեղերում դա նույն ավետարանն է, գործում աշխատում, ասում եմ, իսկ ինչու Իրանում չի աշխատում, Պարսկաստանում։ Ասեց, ինչպես թե չի աշխատում։ Ասի, ես ծառայել եմ պարսիկ մուսուլմաններին, որոնք դարձի են եկել Քրիստոսին, եւ մի մուսուլմանի, նախկին մուսուլմանի մի օր հարցրեցի, ասացի, երբ որ եկար Հիսուսին, ինչ ձեռք բերեցիր։ Եվ նա հեգնական ժպտաց իր քթի տակ, ասես ձեռք բերեցի, այն ունեցածս էլ կորցրեցի։ Կինս թողեց գնաց, երեխեքին վերցրեց, իմ տնօրենը ինձ գործից հանեց, ես աղքատացա, իմ հարազատները ինձանից ձեռք քաշեցին, ամեն բան ինչ ունեի կորցրեցի, բայց այն ինչ որ ձեռք բերեցի, արժեր իմ կորուստները, արժեր ավելին, քան ես կորցրեցի։ Ես Աստծո հետ խաղաղություն ձեռք բերեցի։ Քույրեր, եղբայրներ, սա է իսկական բարգավաճման ավետարանը։ Ոչ թե փողեր միայն, ոչ թե մեքենա, նյութական հարստություն, այլ օգտվիր հնարավորությունից, որ Հիսուսը քո կյանքը փոխի, ինչպես Զաքեոսի կյանքը փոխվեց այդ օրը։ Դա 4-րդ անձ եւ վերջինը 5-րդ անձը, եւ մենք պատրաստվենք աղոթքի եւ այսօրվա հնարավորությունից էլ կօգտվենք հետեւյալներ։ Վերջի շանսը։ Եղել է օդանավակայանում, որ լսեք անգլերեն ասում են this is the last call։ Եվ միշտ այդ the last call-ի ժամանակ մի հատ հայ ազգանուն է հնչում Ամերիկայում։ Ես ինչքան եղել եմ, կամ ռուս է եղել, կամ հայ է եղել։ 3 անգամ, 10 անգամ, պարոն Բաղդասարյան, ձեզ բոլորը սպասում են ու մեկը տեսնում ես մի հատ քրտնած փորով, մի հատ հոպարա վազելով գնում է, հասկանում ես, դա պարոն Բաղդասարյանն է, որովհետև ռեստորանում նստած հացեր ուտում, հետո սրբելով բերանը։ Երբեմն Աստված մեզ նման վերջին հնարավորություն է տալիս։
Այդ օրը Հիսուսի վերջի last call-ն էր։ Ինքը խաչի վրա էր։ Եվ մի քանի րոպե հետո ինքը պետքա գնար իր հոր մոտ խաչի վրա։ Երկու ավազակների մեջտեղում գտնվելուց։ Մեկը որ հայոյում էր նրան, մյուսն էլ որ ասում էր ես արժանի եմ այս մահվան։ Ես իմ հանցանքի համար եմ մահանում։ Ես գիտեմ ինչի համար եմ ես պատժվում։ Եվ մեկը շուռ եկավ Հիսուսին եւ հասկացավ, որ սա կորուստ չի, որ սա հնարավորություն է։ Քույրեր, եղբայրներ, ես երբեմն ասում եմ, որ Աստծո այդ հանդիպման ամենալավ վայրը խաչի վրա է։ Ինչու՞։ Որտեղ դու էլ փախնելու տեղ չունես։ Ինչ է կարծում այս ավազակը, միթե չէր լսել Հիսուսի մասին, երբ որ նա ազատության մեջ էր։ Միթե չէր լսել փրկչի մասին։ Ամբողջ Իսրայելն էր խոսում նրա մասին։ Թագավորներն էին խոսում, հելենացիներն էին լսել նրա մասին, վեր էին կացել, Սիրիայից եկել էին, որ Հիսուսին տեսնեին։ Միթե չէր լսել փրկչի մասին։ Լսել էր, գուցե տեսել էր, բայց չէր օգտվել այդ հնարավորությունից։ Դրա համար Աստված տվեց նրան վերջին հնարավորությունը։ Նա շուռ եկավ եւ ասաց. Տեր, հիշիր ինձ, երբ որ դու գաս քո թագավորությամբ։ Այսինքն նա դավանեց Հիսուսին Տեր ու թագավոր։ Հիշիր ինձ։ Ես իմ արժանի չեմ, բայց եթե արժանացնես, հիշիր, երբ որ կգաս, վերադառնաս, ինձ էլ ողորմիր։ Եվ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Հիսուսը շրջվեց եւ ասաց. ճշմարիտ ասում եմ քեզ, այսօր ինչ օր է։ Փրկության օրն է։ Այսօր է փրկության օր, վաղը չէ։ Այսօր ինձ հետ, նա ես եմ քեզ խոստանում, դու ինձ հետ դրախտում կլինես։ Կարող ենք մի հատ այդ տեսարանը պատկերացնել, երբ որ Աստծո հրեշտակները ոտնկայս պատրաստվում էին Հիսուսին դիմավորել դրախտում, ծափահարություններով, օվացիաներով, պսակներով, մեկ էլ դարպասները բացվում է եւ տեսնում են Հիսուսը մենակ չի։ Մեկին խփել է թևի տակ, բերել է այդ խաչի վրայից դեպի երկինք։ Որտեւ այդ ավազակը օգտվեց հնարավորությունից, այն մյուս ավազակը կորցրեց իր հնարավորությունը։ Ինչքան այսօր ավազակներ կան, որոնք կորցնում են հնարավորությունը, բայց ես ուզում եմ այն մյուս ավազակի նման բոլորս էլ ավազակներ ենք, մեղանչել ենք եւ Աստծո փառքից զրկված, բայց Աստված մեզ հնարավորություն տվեց օգտվել այդ հնարավորությունից, ապաշխարելու, Տիրոջը ծառայելու, Տիրոջ հետևից գնալու։ Ուզում եմ սրանով ավարտել։ Մի հայտնի կտավ կա, որի հեղինակը Ֆրիդրիխ Մորիցն է։ Եվ նրա կտավը կախված է Փարիզի Լուվրի թանգարանում, կոչվում է, այնտեղ նկարը այսպիսին է, մարդը սատանայի հետ շախմատ է խաղում։ Եվ կարծես կարող է դետալների մեջ սխալվեմ, բայց մի վերնագիր է, այսպես մի պարտություն։ Այսինքն սատանան մարդկությանը պարտության մատնեց այդ մեղքի խաղի մեջ։ Եվ մարդիկ գնում են, նայում են այդ կտավին եւ իրոք տեսնում են, այո, սատանան նստած է պոզերով, մարդը դիմացը պարտված կերպարանքով, ֆիգուրները տախտակների վրա դրված են եւ նկարն էլ կոչվում է պարտություն եւ այս շանս չկա, մարդը պարտվեց։ Մի օր այդ թանգարան է այցելում հայտնի շախմատիստ, աշխարհի շախմատի չեմպիոն Բոբի Ֆիշերը։ Լսել եք նրա մասին։ Եվ ընկերներով այցելում են, նայում են ցուցափեղկերին, նայում են նմուշներին, եւ երբ որ հասնում է այդ տեղին, Ֆիշերը կանգ է առնում։ Իր ընկերները գնում են առաջ, պտտվում են, գալիս են, մի ժամ է անցնում, 2 ժամ, գալիս են, տեսնում են Բոբի Ֆիշերը դեռ կանգնած է այդ նկարի առաջ, շախմատիստը կանգնած է։ Եվ ընկերներն ասում են, ուրիշ էլ հետարքիր բան չկտար, այստեղ լիքը նմուշներ կա, Լուվր են եկել։ Ասում են, նայի, այս նկարը կոչվում է պարտություն, բայց իրականությունը հետևյալն է, այս տախտակի վրա թագավորը ունի եւս մեկ քայլի հնարավորություն։ Եվ եթե այդ քայլն անի, նա կհաղթի սատանային։ Շախմատիստ էր, գիտեր, եւ կարծես այդ նկարիչն էլ այդ գաղտնի մեսիջը դրել էր այդ նկարի մեջ, որ քո կյանքի մեջ քույրս, եղբայրս
Թագավոր Հիսուսը ունի եւս մեկ քայլի հնարավորություն, օգտվիր այդ հնարավորությունից։ Անկամ այն ժամանակ, երբ որ զգաս, որ լրիվ ջախջախված ես, տապալել է քեզ սատանան, մի բան հիշիր, դեռ թագավորը վերջին քայլը չի արել, դեռ թագավորը վերջին խոսքը չի ասել։ Արսեն եղբայրս կարդաց իմ ամենասիրելի Սաղմոսը, որտեղ Դավիթն ասում է, շատերը իմ անձի մասին ասում են, թե սրա համար փրկություն չկա Տիրոջ մոտ, բայց դու ես իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։ Շատերը կարող է շատ բան ասեն քո մասին, բայց Աստված հնարավորության Աստված է։ Ամեն։ Նա հնարավորություն է տալիս ինձ եւ քեզ։ Ասում են, մի անգամ մեկը գալիս է թակում է մի մարդու դուռ աշխատանքի լավ առաջարկով, ասում է լավ աշխատավարձ կստանաս, սկզբում ուղղակի պետք է ցերեկ ու գիշեր քրտնաջան աշխատես, իսկ հետո առաջընթաց կունենաս եւ ավելի բարձր աշխատավարձ կստանաս ավելի լավ պայմաններով։ Տղամարդը մտածում է եւ ասում է, իսկ ինչու ես քեզ պետք է հավատամ, ինչ է քո անունը։ Եվ այդ առաջարկ անողը ասաց, իմ անունը հնարավորություն է։ Գուցե ոմանք նայում են եւ ասում են սա հնարավորություն է, ոմանք էլ նայում են եւ ասում են սա դժվարություն է եւ կորցնում են իրենց հնարավորությունը։ Եկեք կանգնենք Տիրոջ առաջ հիմա։ Եթե հովվարսանը թույլ տաղոթենք, հնարավորությունը այսօր իր ոտքով է եկել քո մոտ։ Հիշում եք Բեթեսդայի ավազանի առաջ մի անդամալույց կար պառկած, տարիներ նրան բերում էին եւ նա սպասում էր, երբ պիտի ավազանը շարժվի, որ իրեն գցի եւ բժշկվի, բայց ամեն անգամ նա վշտացած գնում էր տուն, որովհետեւ մեկին չուներ, հնարավորություն չուներ։ Բայց հետո այդ հնարավորությունը, ում անունը Հիսուս էր, իր առջև կանգնեց։ Հնարավորությունը երկու ոտքով եկավ իր առաջ։ Հնարավորությունը Հիսուսն է, որ տալիս է քեզ։ Նա այստեղ է։ Օգտվիր նրանից։ Գուցե խաչ ես քաշը քո վրա, գուցե մարդիկ վերջակետ են դրել քո կյանքի վրա, գուցե ինքդ քեզանից ես հիասթափվել մտածելով, որ այլևս ես հնարավորություն չեմ ունենա իմ կյանքի մեջ, կորցրել եմ ամեն բան անվերադարձ, բայց ես այստեղ եմ Հիսուսի անունից քեզ հիշեցնելու։ Աստված քեզ նոր հնարավորություն է տալիս, իսկ դու օգտվիր։ Մեր ձեռքերը պարզենք դեպի մեր Տերը, մեր սիրտը բացենք, թույլ տանք Հիսուսը հպվի մեզ, թույլ տանք Հիսուսը իր ձեռքերը դնի մեզ վրա, թույլ տանք մեր քաղցր փրկիչը այսօր մեզ տա ևս մի նոր հնարավորություն, իրեն պաշտելու, վերափոխվելու, նորոգվելու, նոր մարդ դառնալու։ Նա տալիս է քեզ հնարավորություն իրեն ծառայելու, հնարավորություն մեղքից ազատվելու, օգտվիր այդ հնարավորությունից։ Մի եղիր Եսավի նման, որ կորցրեց իր հնարավորությունը, եղիր Հակոբի նման, որ օգտվեց հնարավորությունից։ Տեր Հիսուսն էլ ասաց, քանի դեռ ժամանակ կա, գործեք, քանի դեռ ցերեկ է, քանի դեռ ոտքի վրա ես, քանի դեռ ուժ ունես գործիր, ծառայիր Տիրոջը, մի հետաձգիր, հետո ուժ կլինի։ Շնորհակալ եմ Տեր։ Մի երգ կա, չգիտեմ մերին կարող է օգնի թե չէ, բայց լսում եմ հետևիցս ասում այս երգը, իմ սիրած երգերից մեկը, որ քանի դեռ ուժ չէ, ապաշխարիր, քո սիրտը Հիսուսին տուր։ Գանք Տիրոջ առաջ, Աստված քեզ տվել է հնարավորություն եւ այս երգով նորոգվենք Տիրոջ հետ եւ ասենք Տեր, օգտվում եմ այս հնարավորությունից։ Այսօր է իմ փրկության օրը, այսօր է քեզ ծառայելու իմ հնարավորությունը։ Փառք քեզ Տեր։